Հայաստանը։ Այսօրվա առավոտից Երևանի տարբեր հատվածներում ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքված աջակիցները Փաշինյանին հեռախոս են նվիրել։ Շարժման խորհրդի անդամ Արթուր Միքայելյանի խոսքով նվերի նպատակն այն է, որ Փաշինյանը վերջին անգամ դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի, որ այսուհետ երկրում գերիշխելու է օրենքը։ Ես այս հեռախոսը կթողեմ այստեղ, փոխանցը խնդրում եմ վարչապետին Հայաստանի Հանրապետության։ Ակցիաները շարունակվել են նաև քննչական կոմիտեի դիմաց։ Ազատություն Սամվել Կարապետյանի։ Շարժման խորհրդի անդամ Շիրազ Մանուկյանի պնդմամբ իշխանությունը փորձում է իր ձեռքում պահել պետական բոլոր ինստիտուտները սեփական շահերի համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ մշտապես եղել է ժողովրդի ու պետության կողքին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր աթոռապալ մի պարզ պատճառով։ Եթե իրենք միայն տենչում են իշխանություն, ցանկանում են միայն կարճած մնալ այդ աթոռին, բոլոր լծակները կիրառում են այդտեղ։ Եթե այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ուրեմն այսօր այստեղ ժողովրդավարության մասին անգամ չեն կարող խոսել, արդարադատության մասին չեն կարող խոսել։ Քննչական կոմիտեն արդարադատության մեկ ինստիտուտներից մեկն է։ Եվ ինչ է լինում, որ այս պարագայում քննչական կոմիտեն պիտի ազատագրվի։ Այո, պիտի ազատագրվի, որովհետև եթե այսօրվա իշխանությունը փորձում է իր բռի մեջ պահել բոլոր պետական ինստիտուտներին եւ ընդամենը պարզ կերպով ծառայեցնել միայն իր անձնական շահերի համար, պետությունը ինչ որ փակ բաժնետիրական ընկերություն չէ, ինչ որ մեկի ձեռքում։ Պետությունը դա ինստիտուտներից կազմված ազգային գաղափարախոսությամբ կամ գաղափարախոսությամբ հետևող մեկ ամբողջական ինստիտուտ է, որը կարելի է ուղղակի կերպով դիտարկել, որտեղ այդ ժողովուրդ են ապրում, մարդիկ ցանկություններ ունեն, կամք ունեն, ազատության մասին, այսպես չի կարելի էլի խոսել։ Գլխավոր դատախազության շենքի մոտ եւս ազգային բարերարի աջակիցները հավաքվել են։ Շարժման խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանը Փաշինյանի Եվրամիության ամբիոնից հնչեցրած դժգոհությունների մասին խոսելով դա որակել է որպես սեփական մեղավորությունը քողարկելու եւ միջազգային աջակցություն ստանալու փորձ։ Շատ են ճնշում եղել դրսից եկեղեցու մասով, մենք նույնպես մասնակցել ենք ԱՄՆ-ում միջոցառմանը, որտեղ ներկայացվել է ճնշումները մեր եկեղեցու նկատմամբ, արդեն կա քանի ամիս է արդեն կա այդ ճնշումը, միջազգային ճնշումը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, որ դա ուղղակի չի տեղավորվում մարդկային բանականության մեջ եւ կարծում եմ, որ այդտեղի ելույթը նաեւ փորձել բալանսավորելու այն ճնշումները, որոնք որ կան դրսից, այսինքն էլի հերթական մեղավորը ինքը չի, առաջի պատասխանատուն ինքը չի ու ինչ որ երկրորդ, երրորդ կամ չորրորդ մարդ է։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի թիրախները եւ արշավանքը պայմանավորված է միայն ազգային աղյուսակով։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում քննվելու է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Շարժման աջակիցները ակցիայի ժամանակ հայտարարել են, որ իրենք լինելու են դատարանի առաջ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Ազատություն Սամվել Կարապետյանի։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքը։ Սա Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն թարգմանված առաջին նախադասությունն է, որին այսօր որոշել է անդրադառնալ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է հատկապես այդ TikTok-ի հերթական առավոտյան սրտիկից հետո Փաշինյանը նաև կիսվել է իր մտքերով, թե ինչու է Մաշտոցը հենց այդ կտորից սկսել հայերեն թարգմանությունը։ Գիտական որևէ հիմնավորում Փաշինյանը չի գտել, փոխարենը նախանշել է հնարավոր սցենարներից մեկը։ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին։ Եվ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով եւ մտածելով մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում ողբամ քեզ հայոց աշխարհը չգրվի։ Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասի հարակից շրջանին հասցված իսրայելական հարվածի հետևանքով հայեր չեն տուժել։ Armenpress-ին հայտնել է Բեյրութի հայկական ազդակ թերթի գլխավոր խմբագիրը։ Բարեբախտաբար լիբանանահայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան։ Հարվածից տուժած բնակարանում նույնպես հայեր չեն եղել։ Շրջանառվող տեղեկության համաձայն իսրայելական կողմը թիրախավորել է այն բնակարանը, որտեղ բնակվում էր Հեզբոլահի անդամներից մեկը, ով հատուկ նշանակություն ուներ Իսրայելի համար, ասել է նա։
Հարևան Վրաստանի Կուրզբեկի գյուղում սողանքի հետևանքով 10 տուն ամբողջությամբ ավերվել է, բազմաթիվ շինություններ վնասվել են, տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա, անվտանգության նկատառումներից ելնելով աղետի գոտուց արդեն տարհանվել է 38 ընտանիք, երկրի իշխանությունը գյուղի բնակիչներին հորդորել է սահմանափակել տեղաշարժը։ אנחנו קודשים את משטר הטרור באיראן. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատերազմի սկզբից ի վեր իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելական ուժերը իր խոսքով ջախջախում են Իրանի ռեժիմն ու Հեզբոլլա խմբավորումը։ Ըստ նրա, Իսրայելի գործողությունների նպատակն է, որ իրանցիները կարողանան հեռացնել դաժան բռնակալ ռեժիմին, որը ճնշում է երկիրը գրեթե կես դար։ והשינוי הדרמטי הזה Զուգահեռաբար Իսրայելի պաշտպանության բանակը լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Բեյրութում, Բեկկա հովտում և Լիբանանի հարավային շրջաններում գտնվող Հեզբոլլայի պահեստներին և ֆինանսական կառույցներին։ Թիրախավորվել են Ալ-Քարդա Ալ-Հասան ասոցիացիայի օբյեկտները, որոնք համարվում են խմբավորման ֆինանսական հենասյունը։ Իրավիճակը սակայն կարծես թե Նեթանյահուի ներկայացրածի պես չէ։ Թեհրանում տեղի են ունեցել բազմամարդ երթեր ի պաշտպանություն Իրանի գործող իշխանությունների։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Դարիջանին դիմել է Դոնալդ Թրամփին, նշելով, որ ԱՄՆ-ի ճնշումները միայն ամրապնդում են իրանցի ժողովրդի կամքը։ Երթի ընթացքում սիոնիստական ռեժիմի հարձակումները Լարիջանին որակել է որպես հակառակորդի հուսահատության նշան։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պեկինը $200,000 մարդասիրական օգնություն կհատկացնի Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված աշակերտների ընտանիքներին։ Իրաքի երկնքում ամերիկյան էպիկական կատաղություն անվամբ ռազմական գործողության ընթացքում ավելի կատաղի է եղել իրանական կողմը։ Պենտագոնը հայտարարել է միանգամից 2 ինքնաթիռի կործանման մասին, որոնցից երկրորդի լիցքավորող ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է Իրանը։ Իրաքի ցամաքում էլ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 6 ֆրանսիացի զինվոր, 1 սպա սպանվել է։ Իրանական հարվածների ալիքի տակ է հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Դուբայի կենտրոնական հատվածում ներառյալ Բուրջ Խալիֆայի մոտակայքում հզոր պայթյուններ են լսվել։ Ականատեսները հայտնել են բնակելի թաղամասից բարձրացող ծխի սյուների մասին։ Ամերիկա-իսրայելական պատասխան գործողություններն էլ հիմնականում ուղղված են եղել Թեհրանին։ Իրանական Ֆարս լրատվական գործակալությունն առավոտյան հայտնել է մայրաքաղաքի որոշ հատվածներում հնչած պայթյունների մասին։ Բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ թիրախային հարված է հասցրել Բեյրութում Հեզբոլլայի գլխավոր անդամներից մեկին։ Վերջին օրվա ընթացքում Իրանի արևմտյան և կենտրոնական շրջաններում Իսրայելը հարվածներ է հասցրել ավելի քան 200 թիրախի, այդ թվում հրթիռային կայանների և պաշտպանական համակարգերի, հայտնում են իսրայելցի զինվորականները։ Ըստ հաղորդագրության կործանիչները վերջին օրվա ընթացքում Իրանի արևմտյան և կենտրոնական շրջաններում Իսրայելը հարվածել է ավելի քան 200 թիրախի, այդ թվում հրթիռային կայանների և պաշտպանական համակարգերի, հայտնում են Իսրայելի բանակից։ Ըստ հաղորդագրության կործանիչները իրականացրել են 20 լայնածավալ հարված, որոնք թիրախավորել են բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ, պաշտպանական համակարգեր և զենքի արտադրության վայրեր։ Իրանական կողմն էլ թիրախավորել է Թել Ավիվ և Զարզիր քաղաքները։ Նախնական տեղեկություններով վերջինիս հրթիռակոծության հետևանքով տուժել է ավելի քան 58 մարդ։ Վաղառավոտյան տագնապի ազդանշաններ են հնչել թուրքական Ինջիրլիքի ավիաբազայում, հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։ Սա ՆԱՏՕ-ի առանցքային հենակետն է, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքերը։ Ավելի վաղ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի քանի անգամ նախազգուշացում է տվել տարածաշրջանի երկրներում գտնվող ռազմաբազաների վրա հարձակումների վերաբերյալ։ Հաղորդվում է, որ նախորդ 5 օրերի ընթացքում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը Թուրքիայի օդային տարածքում խոցել են Իրանից արձակված 2 բալիստիկ հրթիռ։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը Financial Times-ին տված հարցազրույցում տվել է վերջին տարիների ամենակոշտ գնահատականներից մեկը, պնդելով, որ Միացյալ Նահանգները բացահայտ նպատակ ունի պառակտել Եվրոպան։ Ըստ նրա, Վաշինգտոնի ներկայիս մոտեցումները հիշեցնում են Եվրամիության հակառակորդների մարտավարությունը։ Այս լարվածությունը նորթափ է ստացել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես սկսել է առևտրային նոր հետաքննություններ ոչ միայն Միության, այլև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Մեքսիկայի դեմ։ Թեև ԱՄՆ Գերագույն դատարանը նախորդ ամիս չեղարկել էր Թրամփի ծրագրի մի մասը, սակայն նոր հետաքննությունները հիմք են մինչև այս տարվա ամառ նոր մաքսատուրքեր սահմանելու համար։ Կալասը հորդորել է եվրոպական երկրներին չփորձել առանձին բանակցել Թրամփի հետ, քանի որ Միացյալ Նահանգները չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Եվրամիության հանդեպ։ Միայն միասնական լինելու դեպքում Եվրոպան կարող է պահպանել իր կշիռը որպես հավասարազոր ուժ, շեշտել է նա։ Այնուամենայնիվ, Կալասը խոստովանել է, որ Եվրամիությունը դեռևս ստիպված է զենք եւ տեխնիկա գնել Ամերիկայից, քանի որ սեփական ռազմական կարողությունները բավարար չեն։ Նա շեշտել է, որ Եվրոպան պետք է արագացնի ներդրումները սեփական պաշտպանական արդյունաբերության մեջ ԱՄՆ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար։ Միացյալ Նահանգները ժամանակավորապես թույլատրել է արդեն ծովում գտնվող ռուսական նավթի վաճառքը, հայտնել է Գանձապետական դեպարտամենտը։ Երկիրը չեղարկել է ռուսական նավերի վրա մարտի 12-ից առաջ բեռնված նավթի եւ նավթամթերքի վաճառքի վրա դրված պատժամիջոցները։ Զուգահեռաբար, սակայն, ռուսական կողմը չի կարող որևէ գործարք կնքել Իրանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հրամայել է երկրի ռազմավարական նավթային պահուստից 172 միլիոն բարել նավթ բաց թողնել։ Այս վառելիքի գինը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցի ֆոնին հասել է վերջին տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ կանխատեսել է, որ ամերիկյան տնային տնտեսությունները կարող են կործանվել նավթի գնի աճից։